10 տարիները, մոտիկից, որի ժամանակ մեր երկիրը ծաղկել է վերածնունդ ապրել։ Սակայն ժամանակը եւ կյանքը ցույց տվեց, որ միայն դրանով հնարավոր չէ։ Ես կարծում եմ, որ մենք պետք է ունենանք ազգային գաղափարախոսություն, նպատակ ծրագիր, հեռակա ու մոտակա ծրագրեր, որպեսզի կարողանա նախագահի կամ լավ նախագահի հեռանալով չկա պատական փողոցից աստող ինչ-որ մեկը Նիկոլի նման ու երկիրը քանդի։ Ես ուզում եմ հասկանամ, հարց առաջին, դուք աստծո կամքով նախագահ ընտրվելուց հետո մտադիր եք մշակելու նման ծրագիր, որպեսզի ձեզանից հետո ովքեր էլ որ գան, ինչպես օրինակ մեր հարևան Իրանում է, Թուրքիայում է, որպեսզի ոչ մեկը չկարողանա շեղել քաղաքական կուրսից, այլ տանի այն գիծը, որը մշակված է տվյալ պետության համար։ Հարց երկրորդ, ուզում եմ հասկանամ, այս էլեկտրոնային համակարգը, որ մշակված է, արդյոք դուք մտածում եք ընտրվելու դեպքում էլեկտրոնային համակարգը վերացնել, քանի որ դա չի տանում ազգերի դեպի նորմալ ապագա, այսինքն դա ավելի շատ վնաս է, քան օգուտ։ Եվ երրորդը, մտադիր եք ազգակործան Լազարոտեի եւ մյուս կոնվենցիաները, որոնք վավերացվել են այս իշխանության օրոք, դրանք վերացնեն, քանի որ երբեք չի կարող աստված լինել այն ազգի հետ, ովքեր վավերացրել են այդպիսի կոնվենցիաներ եւ ապրում են այդ կոնվենցիաներով, քանի որ դա տանում է շատ վատ տեղ եւ չի կարող մեր ազգը երբեք փրկվել։ Այսինքն, որպեսզի աստված մեզ օգնի, մենք անպայման պետք է դրանք վերացնենք։ Արդյոք դուք մտածում եք դրանք հետագայում վերացնելու մասին։ Շնորհակալություն։ Նայեք, ըստ էության հիմքում պետք է լինի մեր սահմանադրությունը։ Հարցը ուղղակի նրա մեջ է, որ սահմանադրությունը այն տարբերակով, որը ընդունվել է հիմա, ինքը բերում է լուրջ խնդիրների եւ ամենից մեծ խնդիրը հենց այդ սուպեր վարչապետության մոդելն է։ Նախագահան դարել է Հայաստանում նախագահի պաշտոնը ամենից անիմաստ պաշտոնը, իրականում ամենից անիմաստ պաշտոնը, ոչ ոք չի հասկանում, թե ինչով է զբաղվում, մեծ աշխատակազմ, շենք եւ շնորհակալություններ է հայտնում, դաշնամուր են նվագում եւ այլ։ Երևի դրա համար չարժի ունենալ այդ ամենը։ Ուրեմն մոդելը պիտի փոխվի։ Ես համոզված եմ, որ այստեղ որոշակի լիազորությունների տեղաշարժ պետք է լինի, հակառակ դեպքում մենք խնդիր ենք ունենալու։ Չպետք է գործադիր իշխանությունը որևէ առնչություն ունենա դատական համակարգի ձևավորման գործում։ Այսօր մեկ այդ թվում է, թե խորհրդարանն է անում, բայց եթե խորհրդարանը մեկ կուսակցություն ունի խորհրդարանում մեծամասնություն, ուրեմն ըստ էության վարչապետը հնարավորություն ունի նշանակել դատավորներ խորհրդարանի միջոցով եւ սահմանական դատարան եւ վճռաբեկ դատարան։ Սա մոդել է, որը բերում է միայն խնդիրների։ Սա նշանակում է, որ մեկը մի քիչ խելքը թրծրած է, հանկարծ ինչ հանգամանքներով դառնում է վարչապետ, ամբողջ երկիրն է խելքը թրծնում, որովհետև չափազանց կենտրոնացված է մեկ մարդու շուրջ։ Սա խնդրեմ է, սա փոխելու ենք։ Այլ մոտեցումներ չեմ տեսնում, որ պետականաշինության հարցում հնարավոր է այլ մոդելներ կիրառել։ Հիմա ինչ վերաբերում է տարբեր կոնվենցիաների, կան կոնվենցիաներ, որոնց իսկապես պետք չէր միանալ։ Լիքը կոնվենցիաներ կա, օրինակ Միացյալ Նահանգները չեն միացել։ Բայց մենք չգիտեմ ինչի, սենց բան առաջ ընկած ինչ կոնվենցիա, որտեղ ինչ ընդունվում է, անպայման ուզում են միանան։ Եվ մի հատ նման մի միջազգային մի փաստաթղթի է միացրել այդ մուսի հետ կապված միջազգային բան քրեական դատարան կոչեցյալը միացել են մի համաձայնագրի, որի պատճառով Ռուսաստանի նախագահն չի կարող գա Հայաստան։ Պատկերացնում եք, ուրեմն Զելենսկին կարող է գալ, Ռուսաստանի նախագահն չի կարող գա։ Լավ, բարեկամ երկրի հետ, հզոր երկրի հետ, որի հետ հարաբերություններից կախված է քո ժողովրդի 80%-ի բարեկեցության մի զգալի մասը։ Ո՞նց եք սենց բաներ անում։ Ու դուք մտածում եք, որ սա հետևանքներ չի կարող ունենալ, իհարկե ունենալու է եւ քո անվտանգության հարցերի վրա, եւ քո տնտեսական հարցերի վրա։ Լրիվ ընդունելի է եւ համարում եմ, որ ամբողջ այդ շղթան պետք է վերանայվի, անկասկած։ Երևս մի հարց կար էլեկտրոնային համակարգ ես լավ չհասկացա
որ Ես մասնագետ չեմ, բայց ամեն դեպքում ինքը բացատրում էր, թե տնտեսության համար ինչքան վտանգավոր է էլեկտրոնային համակարգի մտցումը, այսինքն բոլոր բնակավարներում պետք է մտնի։ Մենք գիտենք, որ դա համաշխարհային ծրագիր է, մի հատ Հայաստանով չէ, բայց եթե մենք ունենանք ուժեղ եւ անկախ ղեկավար, ինքը իհարկե չի մանա այդ համակարգին եւ երկիրը Չէ, նայեք, երևի ինչ-որ տարբեր բաների մասին ենք խոսում, ես չգիտեմ ինքը ինչի մասին է ասել, բայց ինչ պետք է անենք, երևի խոսքը գնում է որոշակի թվայնացման մասին, հա? Թվայնացումը նայած ինչի համար ես անում։ Եթե թվայնացումը անում ես տոտալ վերահսկողություն մարդկանց վրա սահմանելու համար, սա լրիվ ուրիշ բան է, սա մերժելի է։ Եթե թվայնացումը անում ես մարդու կյանքը թեթևացնելու համար, սա լրիվ ուրիշ ռեժիմ է։ Որովհետև թվայնացումը ենթադրում է նաև հետևյալը։ Օրինակ, առողջապահության համակարգում կոնկրետ մոդել ասեմ։ Դուք ուզում եք գնաք օրինակ հիվանդանոց կամ պոլիկլինիկա։ Դուք չպետք է զանգեք, դուք միանգամից մտնում եք հավելվածի մեջ, լավ երկրներում այդպիսի մոդել կա։ Դուք բժիշկի մոտ ուղղակի գրում եք այցելության եւ ավտոմատ ձևով ձեր ամբողջ բժշկական քարտը, ձեր բժշկական պատմությունը եւ այլն, դուք սեփականատեր եք այդ պատմությանը, ձեր կոդով դա հայտնում է բժշկի սեղանի վրա եւ դուք գնում եք առանց սպասելու հստակ ժամը ֆիքսված գնում եք բժիշկի մոտ։ Հասկացաք ինչ է նշանակում թվայնացումը։ Թվայնացումը, եթե դա տոտալ վերահսկողության համար չի, թվայնացումը քաղաքացու կյանքը միայն հեշտացնելու է։ Դուք չպետք է գնաք չինովնիկի մոտ, չպետք է գնաք կադաստրում նստեք, սպասեք մեկ այլ տեղ։ Ձեր հարաբերությունները պետության հետ մի այդ հավելվածով, ձեր հեռախոսով դուք իրականացնում եք։ Այսօր ի դեպ ամենից թվայնացրած քաղաքը Մոսկվան է եւ հարկայինի երես չեն տեսնում գործարարները, քաղաքացին չի տեսնում։ Ամեն ինչը սենց հավելվածով։ Թվայնացումը համար մեկն են իրենք այսօր աշխարհում, Չինաստանն է բավական զարգացրել այդ ուղղությունը, եվրոպական երկրներից երևի Էստոնիան կարող է ինչ որտեղ մոտ լինի։ Ուրեմն դուք հասկացաք, չէ՞, եւ վատ կողմ կա, եւ լավ կողմ կա, եւ մենք էլ լավ ճանապարհով գնանք, այլ ոչ թե վատ։